Հունիսի 27-ին ամենամյա քահանայական հավաքի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հավաքվել էին շուրջ 200 քահանաներ հայաստանյան բոլոր թեմերից։ Ավանդաբար քահանաների հավաքը Մայրաթորում համակարգում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Մինչ քահանաները մասնակցում էին մայրտաճարում մատուցվող առավոտյան ժամերգությանը, լուր տարածվեց, որ Մայրաթոր են ժամանել ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներ, ձերբակալելու համար Միքայել arczepiskoposին։ Քահանաները շտապեցին հին վեհարանի բակ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը փորձեց բացատրել իրավիճակը։ Մեզ մոտ են իրապամարներից ներկայացուցիչներ, ներկայացրել են Քննչական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է թիվ քրեական վարույթով Միքայել Սրբազանին ձերբակալեն կալանավորման ներկայացնելու նպատակով։ Այս քրեական գործը ըստ նյութի հարուցվել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համապատասխան վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա այս թվականի հունիսի 17-ին Մեջը առիթը նշված է 2024 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերին։ Իբրև իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել 1 տարի մի քանի ամիս առաջ։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է կատարվում։ Հիմա Ընթացակարգը այսպես է լինելու, Միքայել Սրբազանը, երբ որ ներկանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան կալանքի հարցը լուծելու համար, եւ արդեն դատարանում դա քննվելու է, դատարանը որոշի կալանավորելու թե ոչ։ Մեր գնահատմամբ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է, քրեական հետապնդում է, բայց հաշվի առնելով վերջի զարգացումները, բնականաբար այսպես իրան անլուրջ չենք նայում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու, իհարկե ձեր աղոթքների եւ ձեր աջակցության շնորհիվ։ Որտեղ Միքայել Սրբազանն մենք սաղս գալիս ենք կազմը, չկա այդ։ Եթե արժանապատվություն ունենք, մեզ բոլորիս պիտի կալանավորեն։ Մեզ բոլորիս։ Տեսնելով Մայրաթոր ներխուժած ուժայիններին, քահանահայրերը խմբվեցին Հայոց Հայրապետի եւ Միքայել Սրբազանի շուրջ, միաբերան պահանջելով չենթարկվել որոշմանը, քանի որ մեղադրանքը համարում են շինծու եւ ակնհայտ սպառնալիք թե Մայրաթորի, թե եկեղեցու ամբողջ հոգեվոր դասի ու հովվապետի նկատմամբ։ Դեռևս մեկ օր առաջ լրատվամիջոցները տեղեկություն էին ստացել, որ դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ, իշխանությունը զավթելուն, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Հաշված րոպեների ընթացքում վեհարանի բակ ներխուժեցին դիմակավոր ու զինված մարդիկ։ Դա առաջացրեց ոչ միայն քահանաների, այլև հավատացյալների զայրույթը։ Նրանք շրջապատելով Միքայել Սրբազանին թույլ չտվեցին, որ դուրս գա վեհարանի տարածքից։ Իրադարձությունները ուղիղ միացմամբ լուսաբանում էին այդ ընթացքում Մայրաթոր հասած բազմաթիվ լրատվամիջոցներ։ Հոգևորականները աղոթքով ու հորդորներով փորձում էին հիշեցնել ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողներին, որ գտնվում են համայն հայության հոգևոր կենտրոնում։ Որպես եւ մեկ կողմ մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիգոյակալություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն։ Մի խումբ եկեղեցականներ երգով ընդառաջ գնացին վեհարանի բակ մտնող դիմակավորված ջոկատին։ Մաներ մուներ փորձակներից չենք վախի, մենք դեր փոքրոց մեջ սիրել ենք հաճություն, ինչ են որ լինի չենք հանդուրժի պարություն։ Այդ ընթացքում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրում էր, որ Միքայել Սրբազանը փորձում է թաքնվել Մայրաթորում։ Չէ, սպասեք։
Լրություն, հետ ենք Ուրեմն ինչ որ կատարվում է բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել եւ հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու, չեմ ուզում իմ եղբայրների թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվել, եկել են իմ հետևից, ես կգնամ եւ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն։ Ուժային կառույցների ներկայացուցիչներին չհաջողվեց ճեղքել հավաքվածների շղթան։ Մարդիկ իրենց մարմիններով պատնեշեցին մեքենայի ճանապարհը, որպեսզի թույլ չտան սրբազանին տեղափոխել քննչական կոմիտե։ Բոլորը տեսակ, Միքայել Սրբազանը, ինքնակամ որոշումներ, մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետև ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է և երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի ետևում չի պահկվել, չի պահմտել և նման նպատակ էլ չունի։ Այդ այն մարդը չէ։ Ի վերջո ուզում եմ ձեզ ասել, գնացեք իմացեք նրա տոհմածառը։ Աջափահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի եկեղեցու և պետականության առաջամարտիկները։ Եվ այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջափահյանին թուրքերը պարզապես կտոր արեցին։ Մենք 21-րդ դարում ենք, մենք իբր ժողովրդավար երկրում ենք, սակայն ուզում եմ ասել, Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային և ավտոմեքենայի մոտից ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենան։ Սա ես ուզում եմ բոլորիդ հայտնել և բոլորը տականատես եք դրանց։
Միքայել arczepiskopos-ը 3 անգամ փորձեց դուրս գալ վեհարանի տարածքից եւ մեկնել քննչական կոմիտե։ 3 անգամ էլ հավատացյալները արգելափակեցին ճանապարհը։ Իրավիճակի շուրջ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց, որը լրագրողներին եւ հանրությանը ներկայացրեց Նաթան arczepiskopos Հովանիսյանը։ Հունիսի 27-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ուժեր մուտք գործելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ վեհարանի տարածք փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աճապահյանին, ով Մայրաթոր էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև այդ հավաքների համակարգող։ Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել քննչական կոմիտե եւ փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները եւ ներկա հոգեվորականները բողոքից ձայն բարձրացրեցին, տեսնելով դիմակավորված ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների մեծ հոսքը։ Համայն հայության հոգեվոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է եւ անընդունելի։ Միքայել Սրբազանը հակառակ, որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում եւ չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան ներկայանալու քննչական կոմիտե։ Մայրաթորը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնություն եւ շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։ Շնորհակալություն։ Սրբազան, ժողովուրդը 2 անգամ փաստացից ցույց չտվեց, որ դուք գնաք, 3 անգամ, բայց դուք ցանկանում եք գնալ։ Հիմա եթե ժողովուրդը էլի ցույց չտա, որ դուք գնաք, Կխնդրեմ, որ թույլ տա։ Հիմա դուք եք ընդդիմանալու ժողովրդի կամքին։ Որովհետև նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ ազնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս բանով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաև իրենց ուժը Մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն է, եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորիդ քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար Հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն Մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Կեսօրից հետո, երբ գնալով ավելանում էր վրդովված մարդկանց հոսքը Վեհարանի տարածք, ոստիկանական ուժերը հեռացան։
Միքայել Սրբազանը կարողացավ ուղևորվել Երևան, ինքնակամ ներկայանալով քննչական կոմիտե։ Քննչականի շենքի մոտ ամբողջ գիշեր հերթապահեցին թե հոգևորականները, թե բազմաթիվ մարդիկ, լրագրողներ ու ոստիկաններ։ Առավոտյան հրապարակվեց դատական որոշումը։ Դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Միքայել arczepiskopos Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով։